Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հստակ ինչքան ձայն ստացավ տեղականգնելու է ձայներին եւ հստակ դնելու է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը։ Քանի տարի կտեւ, ինչ կտեւ, ամեն հաջորդ տարին, ամեն հաջորդ օրը մեր եւ ժողովրդավարության մակարդակը եւ բարեկեցության եւ անվտանգության կլինի քայլ առ քայլ ավելի առաջ, որովհետեւ դու այդ ընտանիքի հետ ես ճանապարհային քարտ ես կազմում եւ քայլ առ քայլ առաջ ես գնում։ Ամեն հաջորդ օրը պետք է համապատասխանես ավելի բարձր մակարդակի։ Սա է։ Կստանանք մեծամասնություն, մեր հայտը կներկայացնենք մենք ոչ մեկի հետ էլ կոալիցիա չենք կազմի։ Չենք ստանա մեծամասնություն։ Կփորձենք կանխել բախումը, որովհետեւ դուք տեսնում եք թե ինչա կատարվում։ Էլ իրար ծեծել, էլ կալանավորել, էլ իրար սպառնալ, էլ ինչ ասեք ասել։ Այս իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ ասի նրանք այս ռուսական գործակալները տանում են, օդանավականից մարդիկ են բռնում, ասում են գնացեք վարժանքի եւ այլ եւ այլ։ Դուք տեսնում եք ինչա կատարվում։ Այսինքն եթե նրանք մեծամասնություն ստանան, ինքը չի ընդունելու այդ արդյունքը, որովհետեւ գիտի, երբ որ նրանք հաղթեն, իրան ոտքերից կախելու են։ Իսկ այն մյուսներն գիտեն, որ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթեց, իրանք ճաղերի հետևում են հայտնվելու։ Այսինքն սա մահու կենաց կռիվը երկուսի համար էր, որի համար մարդկանց տանելու են բախման։ Ընտրությունը դեռ չսկսած, ընտրության արդյունքները չեն ճանաչում։ Այսինքն նախապես տրամադրում են ժողովրդին, որ մենք փողոցում այդ ընտրության արդյունքները վիճարկելու ենք։ Ու չկասկածեք, որ եթե նրանք ժողովուրդ անեն, Փաշինյանն էլ է հանելու։ Չկասկածեք, Փաշինյանի համար բացարձակ խնդիր չի ժողովրդին անի, եթե նույնիսկ բախումը լինի։ Նրա անպատասխանատու կարգավիճակը նոր չի, որ մենք իմացել ենք։ Բարձր պատասխանատու պաշտոնին նստելը դեռ չի նշանակում պատասխանատվություն ունենալ ժողովրդյան։ Եվ դրա համար միակ ձևն է կանխելու։ Եթե մենք կստանանք բավարար չափով ձայն, կանցնենք խորհրդարան, բայց մեծամասնություն չենք ունենա, բայց մեծ ստացած ձայնով, նրանք ովքեր թվաբանության դասերը դպրոցում գնացել են, կարան հասկանան, եթե 100%-ից անես նույնիսկ 4%, քանի որ այս երկուսի գումարը շատ մոտ է իրար, երկուսից ոչ մեկը 50%-ից եւ ավելին չի ստանա։ Ու այդ ժամանակ կկանգնենք եւ հստակ կասենք ժողովրդյան, այդ դեպքում մենք մեր վարչապետի տեխնացուին ենք ընտրում, չեք ուզում բախում լինի, մենք ինքներս չենք ուզում։ Մենք այդ մանդատով այդ բախումը կանխելու ենք։ Դրա համար ձայն տվեք մեր տեխնացուին, Գուրգեն Սիմոնյանը կդառնա վարչապետ, որի պարագայում ինքը ոչ մեկին չի պատրաստում կամ ոտքերից կախի կամ բանտերը լցնի, քաղաքական գնահատական կտրվի բոլոր ժամանակներին, առաջի նախագահից սկսած մինչև այսօրվա վարչապետը, բայց իրավական գնահատական կտա իրավապահ համակարգը։ Եվ ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից օրենքի առաջ։ Քաղաքականությամբ չեն խորանալու եւ չեն միջամտելու իրավական համակարգին։ Բայց քաղաքական գնահատականը կլինի ուղերձ, որ մարդիկ կհասկանան, թե ի վերջո ինչի մեջ է ներքաշել մեր երկիրը։ Ավելի պարզ, ինչ ասենք, դա է։ Եթե որևէ ձևով ոչինչ չլինի, մեր կարիքը չունենան, որպեսի մեզանից կախված լինի կառավարություն ձևավորելը, մենք կգնանք եւ որպես ընդդիմադիր ուժ մաքսիմալ աշխատանք կտանենք մարդկանց ապացուցելու, որ պետք է անգամ ստորագրահավաք կազմակերպել հանրաքվե անելու համար, որպեսի պարտադրել օրվա իշխանությունը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության։ Ավելի պարզ էս մի քանի օրը, թե ինչպիսի ընտրություն էր, մեզանից լավ այս ժամանակաշրջանը ձեզ ցույց տվեց ու համոզեց, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Սա է ճանապարհը եւ ամենակարևորը հիշեք, բախումից խուսափելու մի ձև կա։ Պինդ կանգնել եւ ասել, չենք օգնելու որևէ մեկին։ Այն մեկին օգնեցիր, նա լեգիտիմացնելու է իր ռեպրեսիան, ունենալու են երկրորդ մարտի մեկ, այն մեկին օգնեցիր, նա լեգիտիմացնելու է։ Ու տեսեք ինչն է խնդիրը։ Երկուսի գնահատականը ընտրությունների մասին համարելու են կողմնակալ։ Պետք է ասեն, հա պարզ չի, որ դու ասում ես խախտվել է, նա պետք է ասի պարզ չի, որ դու ասում ես խախտվել է, կամ նա պետք է ասի, եթե ինքն հաղթե չի խախտվել, կամ նա ասի, եթե ինքն շուր են գալու, ասեն Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ոչ նրանից է, ոչ նրանից է, եւ այդ գնահատականից է պարզ դառնալու, թե ի վերջո այդ ընտրությունները լեգիտիմ էր թե չէ։ Այն հիստերիան, որ մեր դեմ կա, մի քանի ուժեր բացահայտվեցին այս մի քանի օրվա ընթացքում, հիստերիկ